Այսօր տղամարդկանց միջազգային օրն է, ինչ որ առումով խիստ արտառոց այս ձևակերպումը տարակուսանքի եւ ժպիտի տեղիք է տալիս։ Մեր կողմից անցկացված հարցախույզի ընթացքում չգտնվեց մեկը, ով տեղյակ լիներ դրանից։ Ինձ համար նոր ինֆորմացիա է համաշխարհային տղամարդ օրը։ Տղամարդը պետք է մասնավորապես Հայաստանի մեջ իսկապես տղամարդ լինի։ Սիրիահայ Վարսահարդարը օգտվելով առիթից շնորհավորում է հայաստանաբնակ տղամարդկանց եւ շտապում նշել, որ նրանց կենսակերպը քննադատելու միտում չունի։ Միաժամանակ նկատում է, սիրիահայ համայնքի տղամարդիկ նվիրված են իրենց աշխատանքին եւ ընտանիքին։ Իսկական սերը սիրելու համար է, ոչ թե ավելի թաժանցեցի կամ ոչ մի բանի համար։ Փաստաբանն էլ ներկայացնում է իր դիտարկումը։ Եթե կանանց տոներ կան, ինչու տոնացույցում չհիշատակել նաեւ տղամարդկանց։ Տղամարդկանց մի փոքրիկ տոն կար փետրվարի 23, դա էլ վերացրեցին։ Այդպես չի հիշատակվում, բայց կանանցը մեկ ամիս։ Իսկ ինչպիսին պետք է լինի հայ տղամարդը, ըստ փաստաբանի, աշխատասեր եւ ընտանիք պահող։ Իմիջայլոց այգին, որտեղ քայլում էինք, փորձում է վերականգնել երբեմնի բարի համբավը։ Պարզաբանման համար նշենք, որ երեկոյան ժամերին այստեղ կարելի հանդիպել տղամարդկանց, որոնք իրենց այնքան էլ տղամարդ չեն համարում։ Աստված բնությունը ստեղծել է մարդուն տղամարդը պետք է սիրի կին։ Մեր ազգին դա ընդհանրապես հարիր չի, հիմա մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ արետավոր երևույթը այգուց դուրս գա։ Իդեպ տնօրենն ասաց, որ այգու հարակից տարածքում այժմ նկատելիորեն քիչ թվով միասեռականներ եւ տրանսվեստիտներ են հավաքվում։ Պատճառը գիշերային լուսավորության բարերար ներգործությունն է։ Լուիզա Սուքեսյան, Վահե Եղիազարյան, ժամը լրատվական։